Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է այսօր մեր տաղավարում, հյուրընկալել եմ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին։ Պարոն Համբարձումյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Առիթը բաց չթողնենք ու մեր զրույցը սկսենք բավականին աղմուկ հանած ու բավականին երկար ժամանակ քննարկված ԱԱԾ-ի կողմից տրամադրված մի հետաքրքիր տեղեկատվության այն մասին, որ վեհափառի եղբայրը Եզրա Սրբասանը հանդիսանում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կամ այսպես ասած ԿԳԲ-ի գործակալ։ Այդ թղթի սկրինը պտտվում էր լրատվամիջոցներով, որին հաջորդեց նաև իշխանական թևի հայտարարությունների մակարդակով հարձակումները Եզրա Սրբազանի ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ փաստաթուղթը ինչպես է գաղտնի ռեժիմ ստանում կամ ինչպես է գաղտնի համարվող փաստաթուղթը հրապարակայնացվում, ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Տեսեք, այս հարցի շուրջ բավականին քննարկումներ շատ են եղել, մեկնաբանություններ են տրվել, բայց ամեն դեպքում կարծում եմ կա ասելիք, հատկապես այն իմաստով, թե ինչպես է փաստաթղթերը գաղտնի գրիվ ստանում, այնուհետև գաղտնազերծվում, ինչպես է այդ ընթացակարգը կարգավորվում։ Ուրեմն նախ ասեմ, որ ինքնին երևույթը այս ԱԱԾ-ի պատասխանը շատ անընդունելի է, զարմանալի, որ հատուկ ծառայությունը կարող է հաստատել իր հետ համագործակցած մարդու վերաբերյալ տվյալները, հրապարակել այդ տվյալները, ավելին կասկած հայտնել, որ առայսօր այդ անձը կապի մեջ է գտնվում այլ պետության հատուկ ծառայությունների հետ, դա կարող է իր մեջ վտանգ պարունակել ԱԱԾ-ի համար, ազգային անվտանգության տեսանկյունից եւ փաստել, որ հիմա միջոցներ են ձեռնարկվում այդ վտանգը չեզոքացնելու կանխելու ուղղությամբ։ Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու։ Առաջին հերթին նախ ուզում եմ ֆիքսել, փաստել, որ խորհրդային միության ժամանակաշրջանում, եթե անձը համագործակցել է տվյալ ժամանակվա հատուկ ծառայության, այսինքն ՊԱԿ-ի հետ, դա չի նշանակում, որ դու համագործակցել ես օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Խորհրդային միությունը եղել է մեր հայրենիքը, եւ եթե անձը համագործակցել է խորհրդային միության ՊԱԿ-ի հետ, դրա մեջ ոչ մի արատավոր երևույթ, փաստ չկա։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե այդ համագործակցությունը ինչ բնույթի է եղել, այսինքն այդ անձը ինչ բնույթի տեղեկություններ է հայտնել ՊԱԿ-ին, եւ դրանից հետո նոր կարելի է հետեւություն անել բացասական կամ դրական իմաստով։ Եթե անվտանգության ծառայությանը հիմա դուք փորձեք մի հարցում անել, ցանկացած հարցի հետ կապված, օրինակ Միքայել Համբարձումյանը կամ որևէ այլ անձ երբ է Հայաստանի Հանրապետությունից մեկնել կամ վերադարձել կամ Միքայել Համբարձումյանի վերաբերյալ օպերատիվ միջոցառումներ իրականացվել են թե չեն իրականացվել, ԱԱԾ-ն կհրաժարվի պատասխանել։ Օբյեկտիվորեն ճիշտ կանի, որ չպատասխանի, այդ տվյալները չհայտնի, որովհետև այդ բոլորը համարվում են ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողությունները, դրանք ընկնում են պետական գաղտնիքի ստատուսի տակ, հետևաբար չպետք է մեկնաբանություն տրվի դրան։ Ինձ համար նորից եմ կրկնում, շատ զարմանալի է եւ ափսոսանքով եմ նայում, որ այդ տվյալները այդպիսի բովանդակությամբ գրություն է հրապարակվել։ Մի կարևոր փաստի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Տեսեք, եթե ես չեմ սխալվում, առաջին անգամ այդ ինֆորմացիան լուսաբանվեց 2025 թվականի հոկտեմբերի սկզբներին Civic AM կայքում։ Հրապարակվեց այնպես, որ անանուն աղբյուրից տվյալներ են ստացել Եզրա Սրբազանի վերաբերյալ։ Եվ դրանից հետո արդեն Civil.net-ն էր հարցում արել էլի ԱԱԾ-ին, փորձելով հաստատում կամ հերքում ստանալ փաստի հետ կապված։ Բնականաբար, երբ որ այդ ինֆորմացիան տպագրվել էր Civic-ի կողմից, դա նշանակում էր, որ հրապարակվել է պետական գաղտնիք, որովհետև այդ ժամանակ այդ ինֆորմացիան գաղտնազերծված դեռ չի եղել։ Այսինքն օրենքի խախտում է տեղի ունեցել։ Հետևաբար, ինձ որպես, այսպես ասած, ոլորտից շատ թե քիչ պատկերացում ունեցող մարդու հետաքրքիր է այդ փաստի արդիվ քրեական վարույթ նախաձեռնվել է թե ոչ, որպեսզի կարողանան պարզեն, թե որտեղից է հասու դարձել Civic AM-ին այդ ինֆորմացիան, որովհետև այնտեղ շատ կոնկրետ ու բառացի տպագրվել էր Եզրա Սրբազանի վերաբերյալ մեզ հայտնի տվյալները։ Եվ այնտեղ չկար միայն այդ քարտի պատկերը, որը որ 5 ծառայեց, հետո արդեն որ պաշտոնապես ԱԱԾ-ն հաստատեց, դրանքից հրապարակվեց նաև այդ քարտի ֆոտոլուսանկարը։ Այսինքն հարց առաջին, ԱԱԾ-ն արդյոք զբաղվել է թե որտեղից է իր մոտից այդ արտահոսքը տեղի ունեցել։ Եթե պարզել են, արդյոք կան մարդիկ, ովքեր դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվել, թե սա կազմակերպված մտածված արտահոսք է եղել։ Ինչ նկատի ունեք։ Դե այն նկատի ունեմ, որ եթե այդ տվյալները հրապարակվել են, ինչ որ մի պաշտոնատար անձ ԱԱԾ-ից է, չէ՞, հանել այդ ինֆորմացիան, որ հրապարակել է,
տրամաբանորեն, հատկապես նման կոնկրետությամբ ու ճշգրտությամբ, ինչպես են ծածկանուններ անձի նշված, ժամանակահատվածը երբ է համագործակցել, դա առաջինը։ Երկրորդը, կարևորագույն խնդիրը այստեղ պետք է հասկանալ, ինչպես է ստացվում, որ ես ձեզ ասեմ, ես 22 տարի ծառայությունում ծառայել եմ, ես այսպիսի դեպք չեմ հիշում, որ ԱԱՑ-ն գնար այսպիսի մի քայլի։ Արտուր Վանեցյանը իր հարցազրույցում Civilnet-ին տված դեկտեմբեր, կարծեմ 2025 թվականի դեկտեմբերին բավականին մանրամասն անդրադարձել էր այս հարցին ու ես 100%-ով կիսում եմ իր մոտեցումները, գնահատականները, իսկապես անթույլատրելի փաստ էր։ Տեսեք, այս ոլորտը կարգավորվում է, ամբողջ այս ոլորտը կարգավորվում է գաղտնիության մասին օրենքի շրջանակներում, այսինքն կարգավորման առարկան հենց այս դաշտն է հանդիսանում։ Փաստաթուղթը, որպեսզի գաղտնի գրիֆ ստանա, այսինքն գաղտնիության ռեժիմի մեջ մտնի, պետք է հետաքրքրություն ներկայացնի պետության անվտանգության իմաստով։ Այդ տեղեկատվությունները գաղտնիության աստիճան են ստանում, գաղտնազերծվում են, օգտագործվում են, այդ ամբողջը կարգավորվում է գաղտնիության մասին օրենքի համաձայն։ Կառավարությունը սահմանում է ցանկը գաղտնի տեղեկությունների, գերատեսչական ցանկի մասին է խոսքը գնում, ըստ գերատեսչությունների։ Ցանկը տրամադրվում է գերատեսչություններին, գերատեսչությունները դրա հիման վրա կազմում են օնլայնված ցանկ, որտեղ արդեն ներառում են կոնկրետ այն տեղեկությունները, որոնք համարում են իրենք պետական գաղտնիք։ Պետական գաղտնիքը լինում է 3 տեսակ։ Առաջինը դա հատուկ կարևորություն ներկայացնող տեղեկություններն են, երկրորդը հուշ գաղտնի տեղեկություններն են եւ գաղտնի տեղեկություններն են։ Այս 3 կատեգորիայի տեղեկությունները դասակարգվում են հիմնականում ըստ հետևանքի, այսինքն դրա արտահոսքի տարածման դեպքում ինչ հետևանքներ կառաջանան Հայաստանի Հանրապետության համար, ազգային անվտանգության սպառնալիքների իմաստով։ Հատուկ կարևորության տեղեկությունների արտահոսքի դեպքում նախատեսված է, որ պետք է առանձնապես ծանր հետևանքներ առաջանան Հայաստանի Հանրապետության համար։ Հուշ գաղտնի տեղեկությունների արտահոսքի դեպքում ծանր հետևանքներ պետք է առաջանան, իսկ գաղտնի տեղեկությունների դեպքում նվազ կարևորության հետևանքներ են առաջանում պետության համար։ Այս կրիտերիաներով են տարանջատվում։ Ըստ օրենքի հատկապես հատուկ կարևորության տեղեկությունների պահպանման ժամկետ է սահմանված 40 տարի։ Հուշ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետ է սահմանված 30 տարի եւ համապատասխանաբար գաղտնի տեղեկությունների համար պահպանման ժամկետ է սահմանված 20 տարի։ Պետությունը, բայց դա այնպես չի, իմպերատիվ պահանջ չի, որ 40 տարին, 30 տարին, 20 տարին լրանալուց հետո պետք է տեղեկությունները ապա գաղտնազերծվեն։ Տեղեկությունների գերատեսչության ղեկավարը ամեն 5 տարին մեկ, այսինքն այդ ժամկետի լրանալուց հետո պետք է որոշում կայացնի, արդյոք ժամկետը երկարացնում են, թե չեն երկարացնում։ Եվ եթե երկարացնում են, 5 տարով նորից երկարացնում են։ Եվ այստեղ մի կարևոր նյուանս կա, գերատեսչության ղեկավարը չպետք է կամայական որոշի, որ գիտեք, ես որոշեցի, որ պետքա գաղտնազերծվի այս փաստաթուղթը։ Պետք է դրա համար ունենան հիմքեր։ Օրինակ, հիմք կարող է հանդիսանալ այն, որ այդ ինֆորմացիան տրամադրվելու է որևէ միջազգային պայմանագրի շրջանակներում երրորդ կողմին, այսինքն որևէ երկրի։ Այդ դեպքում պետք է նույնիսկ գաղտնազերծվի այս իմ ասած ռեժիմներով եւ տրամադրվի։ Երկրորդը, եթե որոշում են, որ պետք է այս ինֆորմացիան գաղտնազերծվի, օրինակ վերցնենք հենց նույն ձեր կողմից նշված դեպքի մասին։ Պետք է գաղտնազերծեն, ուրեմն այդ ժամանակ պետք է օբյեկտիվ իրավիճակի փոփոխություն տեղի ունեցած լինի, այսինքն պետք է օբյեկտիվորեն պատճառներ առաջացած լինեն, որ հիմք տա գերատեսչության ղեկավարին, որպեսզի նա որոշում կայացնի այդ ինֆորմացիան գաղտնազերծելու հետ կապված։ Եվ այդ հիմքը չպիտի լինի կարմայական, հնարածին, այսպես ասած, պետք է լինի կոնկրետ, որը արդարացնի իր այդ քայլը գաղտնազերծման հետ կապված։ Գաղտնազերծելուց հետո եթե որոշում եք, երկու ճանապարհ կա այդ գաղտնազերծված ինֆորմացիան օգտագործելու։ Առաջինը դա նա է, որ ուղարկում են պետական արխիվ պահպանության։ Երկրորդը դա նա է, որ այդ տվյալները ոչնչացնում են։ Հրապարակման մասով, գիտեք, այնտեղ օրենքը երբ որ նայում ես, վերաբերվում է միայն նորմատիվային ակտերին, որ կարող են հրապարակվել։ Իսկ անձի տվյալները, այս անձնական բնույթի տվյալները, իմ պատկերացմամբ ես այդպես եմ մտածում, որ պետք է ոչնչացվեին, այլ ոչ թե հրապարակվեին, որովհետև տեղեկատվության ազատության մասին օրենքը ուղիղ արգելում է, եթե տեղեկությունը վերաբերվում է անձի անձնական կյանքին, իսկ բոլորս հասկանում ենք, սա իր անձնական կյանքն է, իր անձնական այսպես կյանքի քողարկված էպիզոդներից մեկը, այդ դեպքում ինչ իրավունքով են տվել լրատվականին։ Հարց է առաջանում, կամ դատելով ձեր ասածից, կարող ենք ենթադրել, որ ԱԱԾ-ն կատարել է քաղաքական պատվեր, վնասելով սեփական վարկանիշին կամ հարվածելով։ Գիտեք, նախ իմ կարծիքով ԱԱԾ-ն պետք է կանխեր այս process-ը։
Եթե նույնիսկ ավելի քան համոզված եմ, որ իսկապես այստեղ քաղաքականությունն է խոսել, այլ ոչ թե օբյեկտիվ անհրաժեշտությունը։ ԱԱԾ ղեկավարությունը պետք է կանխեր այս գործընթացը։ Պարզապես պիտի ասեին, որ չի կարելի այսպեսի բան անել։ Չի կարելի մարդուն հարվածի տակ դնել, հատկապես մարդուն, ով այդ հիմնարկի համար ենթադրաբար ես չեմ կարող դա հերքել կամ ժխտել դրա մասին չի խոսքը, այլ պայմանականորեն ընդունենք իսկապես դա այդպես է եղել։ Այլ մարդուն այդպիսի հարվածի տակ դնել։ Մարդուն, ով որ գնացել է ձեր ժամանակին ընթരാճ եւ օգնել է ձեզ ազգային անվտանգության հետ կապված հարցերում։ Այսինքն ծառայել է սեփական երկրի որպես է դուրս գալիս։ Այո, ինչպես կար։ Եվ Արտուր Վանեցյանը շատ ճիշտ դիտարկում արեց։ Սա բավականին ծանրացնելու է սովորական օպերատիվ կազմի աշխատանքը։ Ինչպես են մարդիկ շարունակելու հավաքագրել մարդկանց։ Հո կյանքը չավարտվեց այսօր։ Շարունակվում է, չէ՞, նույն հավաքագրումների process-ը շարունակվում է, չէ՞։ Բայց մարդիկ ինչ երաշխիք ունեն, որ վաղը նույն այս գործիքակազմը, նույն այս քայլը իրանց նկատմամբ չի կատարվի։ Սա շատ նուրբ ու լուրջ հարց է, դրա համար ես շատ ափսոսում եմ, որ այս քայլին են գնացել։ Ու շատ ափսոսում եմ, որ հատկապես այն աշխատակիցները, տնօրենի տեղակալները, վարչության պետերը, ովքեր որ վաղուց են հիմնարկում աշխատում, չեն կանխել այս, չգիտեմ, վատ գործընթացը։ Պարոն Համբարձումյան, այս թեմայով վերջին հարցը, այդ լուսանկարում պատկերված քարտը ապացուցում է Եզրաս Սրբազանի ԿԳԲ-ի գործակալ լինելը, եթե զուգահեռ տանենք նաև Արարատ Միրզոյանի մասով նման մի փաստաթուղթեր հրապարակվել։ Գիտեք, այսպես ասեմ ձեզ, այս քարտից դատելով ես նման հետևության չէի հանգի, որովհետև չկա այդ անձի ստորագրությունը, չկա այդ անձի ձեռքով գրած որևէ փաստաթուղթ, որ կարողանաք համեմատեք, ասեք, այ տեսեք, սա իսկապես իր կողմից պակետ համագործակցելու վերաբերյալ կոնկրետ տվյալ ու տեղեկություն է պարունակում։ Դուք 44-օրյա պատերազմից հետո News-am-ի հետ զրույցում հայտնեցիք, որ պատերազմի օրերին այն ինչ տեսել եք եւ վերլուծել եք, գնահատել եք, հանգեցրել է այն մտքին, որ մեր ազգային անվտանգության ծառայությունը լուրջ բարեփոխումների ու վերափոխումների կարիք ունի։ Ինչն էր այդ որոշմանը հանգելու պատճառ հանդիսացել, ինչ խնդիրներ եք տեսել ու այդ բարեփոխումը կամ փոփոխությունները ինչ տեսք պիտի կտրեն։ Գիտեք, ձեր հարցը բավականին ծավալուն հարց է եւ դրան մանրակրկիտ պատասխանելու համար մեծ ժամանակ, երկար ժամանակ է պետք լինելու։ Ամեն դեպքում ես կարող եմ ասել առաջինը հենց պետք է բարձրացնել ԱԱԾ տնօրենի անկախության երաշխիքների, այսպես ասած, ստատուսը։ ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա երկրի վարչապետից կախվածության մակարդակի, այսպես ասած, որոշակի նվազում։ ԱԱԾ ղեկավարը պետք է հաշվետու լինի ոչ թե ուղիղ վարչապետին, այլ մի փոքր պետք է այստեղ հասկանալ, որ կամայականություն չլինի, որ ԱԱԾ ղեկավարը կարողանա աշխատել նաև վարչապետի ու վարչապետի թիմի դեմ։ Սա էլ եմ ասում, բավականին ինքը նուրբ հարց է եւ պետք է այսպես նայել, բայց պետք է բալանսավորել, որ ցանկացած բայ կամայական վարչապետը չասի, գիտես, ինչ կա ԱԱԾ տնօրեն, դու քո աշխատանքին չի բավարարում, քեզ հաջողություն։ Վարչապետը պետք է հասկանա, որ այդ որոշման համար հաշվետու պետք է լինի ազգային ժողովին։ Մնացածը աշխատանքային խնդիրներ են, ես հատկապես այնտեղ պատերազմի ժամանակ, երբ որ ֆորս մաժորային իրավիճակ է լինում, դու ավելի ես տեսնում այդ բացերը, որ կան հիմնարկում աշխատանքի իմաստով։ Եվ ես մտածում եմ, որ այդ բացերը տեսանելի են եղել բոլորին, այն մարդկանց, ովքեր ի պաշտոնե առնչվել են այդ գործառույթների հետ։ Ու դրանք պետք է շտկվեն, դրանք պետք է վերացվեն։ Ես կողմ եմ ուժեղ ԱԱԾ ունենալու գաղափարին։ Այնպեսի ԱԱԾ, ինչպեսին օրինակ կա Իսրայելում, կան ուժերի զարգացած երկրներում, որտեղ որ իսկապես մեծ դերակատարություն ունեն հատուկ ծառայությունները։ Եվ երկրի քաղաքական դերի կշռի մեծացման հարցում մեծ դեր են խաղում։ Պարոն Համբարձումյան, այսօրվա ԱԱԾ-ի աշխատանքը ինչպես կգնահատեիք, որպես ԱԱԾ նախկին տնօրեն։ Ափսոսում եմ, որ մենք ականատես ենք լինում ԱԱԾ-ի ներգրավվածությանը տարբեր իրավիճակներում, որտեղ պարզապես չպիտի իրենք լինեն։ Օրինակ հատկապես եկեղեցու հետ կապված այս գործընթացում քահանաներին համոզեն, որ խոսքի մեջ այս նախադասությունն օգտագործեն, այս անձի անունը տան կամ չտան, դա իրենց գործառույթը չի, այդպիսի process-ների մեջ ներքաշել ԱԱԾ-ին ես համարում եմ աննպատակ ու անթույլատրելի։ Ու կարծում եմ, որ սա էլ չափից դուրս մեր հասարակության քաղաքականացված լինելու հետևանք է։ Չպիտի այսպես լինի։ Սա անառողջ մթնոլորտ է։ Մամուլում տեղեկություններ էին տարածվել նաև այն մասին, որ այս իշխանությունները ԱԱԾ-ի ձևաչափի կամ կառուցվածքի համակարգային փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ գոնե ունեցել են։ Արդյոք ծանոթ եք դրանց ու ինչ փոփոխությունների մասին կարող է խոսքը գնալ։ Տեսեք, ես ձեզ ասեմ, 2018 թվականի հեղափոխությունից կամ հեղաշրջումից, ինչպես ուզում եք գնահատեք,
այդ իրադարձություններից հետո միշտ այդ հարցը արդի է եղել, այսինքն օրակարգում է եղել ԱԱԾ-ն բարեփոխելու, ԱԱԾ-ն այսպես ասած կառուցվածքային փոփոխությունների ենթարկելու գաղափարը։ Սկզբնական շրջանում շատ ակտիվ էր այդ process-ը գնում եւ դա տվեց իր, այսպես ասած, product-ը, հետևանքները։ ԱԱԾ-ից հանեցին քննչական մարմինը, որը ես համարում եմ սխալ այն ժամանակ եմ ասել, արտահայտվել այդ մասին հիմա էր, որովհետեւ լսեք ինչ է ստացվում, ԱԱԾ-ն օպերատիվ ինքը մարմին լինելով, ասում են, որ օպերատիվն ու քննչականը պետք է տարանջատված լինեն։ Շատ լավ մոտեցում է, ընդունելի մոտեցում է, կան դրա կողմնակիցներ եւ ռեալ փաստարկներ, որ դա կարելի է համարել նաեւ ընդունելի։ Բայց նույնը արեցին, հակառակը արեցին հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծեցին օպերատիվ ստորաբաժանում, այսինքն այնտեղ օպերատիվն ու քննչականը միավորեցին, ավելացրեցին այնտեղ օպերատիվ ստորաբաժանում, բայց եթե գաղափարը նա է, որ պետք է օպերատիվն ու քննչականը տարանջատվեն իրարից, ինչու եք մի մարմնում միացնում եւ մյուս մարմնից առանձնացնում, այսինքն ես նկատի ունեմ ԱԱԾ-ից, չկա տրամաբանություն, իսկ ԱԱԾ-ի ներսում աշխատող ցանկացած մարդ ինքը շատ լավ պատկերացնում ու հասկանում է քննչականի արժեքը ԱԱԾ-ի համար, սա մեկ փոփոխություն, որ կատարեցին, հետո առանձնացրեցին պետական պահպանության ծառայությունը, հանեցին ԱԱԾ-ի կազմից, հետո հանեցին հետախուզությունը, առանձնացրեցին հետախուզությունը առանձին մարմին դառավ։ Ու այսպես շարունակ։ Հիմա մոտեցումը նա է, որ ԱԱԾ-ն զբաղվելու է միայն հակահետախուզությամբ, այսպես ասած հիմնական գործառույթը դա է լինելու, զբաղվելու է սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գործառույթներով, դա է լինելու հիմնական աշխատանքը։ Եվ սա ըստ էության նույնիսկ այսպես մոտեցում կար, որ դե ԱԱԾ-ն դուք գիտեք, որ ունի նաև հատուկ մեծ ստորաբաժանում, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով, տնտեսական անվտանգություն, կոռուպցիայի դեմ պայքարով, որի ղեկավարը նաև ես եմ եղել, հենց երբ այդ կառույցը ստեղծվել է։ Նաև մոտեցում կա, որ այս կառույցը պետք է առանձնացնեն ծառայությունից եւ մնա միայն հակակոռուպցիոն կոմիտեն այս գործառույթով։ Սա այս ամենը բերում է նրան, որ այդ կուռ համակարգը փոխ լրացնող միմյանց համակարգը թուլանում է։ Էֆեկտիվությունն է կորում իմ գնահատմամբ։ Իհարկե կարան ամեն ինչ քանդեն այն մտքով, որ նորն են կառուցում, բայց ինչի դա կբերի։ Ես կարծում եմ, որ դրանից ծառայությունն է թուլանալու, ծառայության որակն է ընկնելու։ Անդրադառնանք արտաքին հետախուզության ծառայության, արտաքին հետախուզության ծառայության պետը վերջերս ներկայացրեց ուրեմն տարեկան հաշվետվությունը, թե Հայաստանին արտաքին ինչ մարտահրավերներ են սպառնում կամ ինչ մարտահրավերներ ունենք այս պահին։ Ինչպես կգնահատեք, ունենք արտաքին ծառայության կայացած արտաքին հետախուզության կայացած ծառայություն, թե ոչ։ Նաև հաշվետվությանն անդրադառնանք։ Նախ ասեմ դա, որ ավելի շատ հաշվետվություն չէր, դա զեկույց էր 2026 թվականին առնչվող, որտեղից ոչ թե հաշվետվություն էր ներկայացնում, թե ինչ են իրենք արել 25 թվականի ընթացքում, այլ այսպես ասած կանխատեսումներ էին անում 26 թվականի վերաբերյալ, թե ինչ զարգացումներ կարող են լինել տարբեր ուղղություններով։ Դուք գիտեք, որ օրենքով սահմանված էր ժամկետ, որ մինչև 2025 թվականի 31-ը պետք է ավարտվեր արտաքին հետախուզության կազմավորման, այսպես ասած, փուլը։ Եթե դա իսկապես հաջողվել է Քրիստինա Գրիգորյանին իրականացնել, այսինքն ձևավորել վարչակառավարչական մասը, ձևավորել օպերատիվ կազմը, այսինքն համալրել օպերատիվ կազմը, դիրքեր ստեղծել արտասահմանում եւ Հայաստանում իրենց գործառույթներն իրականացնելու համար, ես ուրեմն շնորհավորում եմ իրենց, որովհետեւ իսկապես դա շատ կարեւոր փուլ է եւ եթե դա հաղթահարել են ու արել են, ուրեմն այսպես ասած շատ լավ է դա, որովհետեւ դա կարեւոր է հիմնարկի հետագա աշխատանքի համար։ Նախ փորձեմ երկու բառով ներկայացնել, թե ինչ բան է հետախուզությունը, կարծում եմ ձեզ էլ հետաքրքիր կլինի, ձեր ունկնդիրներին էլ, չնայած դա այն ոլորտը չէ, որի ես աշխատել եմ, բայց աշխատանքի բերումով բնականաբար առնչվել եմ իմ գործընկերների հետ։ Հետախուզությունը, եթե կարճ այսպես ձևակերպում տանք, դա այն ինֆորմացիայի ձեռքբերումն է, ձեռքբերման գործընթացն է, որը հնարավոր չի ձեռքբերել լեգալ, բաց կամ այսպես ասած հասանելի միջոցներով։ Այսինքն այն ինֆորմացիան, որ հասու չի բոլորին, դու պետք է ձգտես հետախուզության միջոցով այդ ինֆորմացիան ձեռք բերես։ Հետախուզության ինստիտուտը ձևավորվել է հազարամյակներ առաջ, երևի 2500 տարի առաջ, ու կյանքը ցույց է տալիս, որ հետախուզության անհրաժեշտությունը ոչ թե գնալով մարում է, այլ գնալով ավելի հետախուզության, որակյալ հետախուզություն ունենալու անհրաժեշտությունը ավելանում է։
Հետախուզության, այսպես ասած, աշխատանքը, եթե փորձենք կարճ բնութագրենք, թե ինչա նշանակում հետախուզության աշխատանք, դա առաջին հերթին պետք է քո երկրի ղեկավարությունը ճիշտ խնդիր ձևակերպի, թե ինչ բնույթի ինֆորմացիա է պետք իրեն արտաքին հատկապես արտաքին հարաբերությունները վարելու, արտաքին քաղաքականությունը ձևավորելու իմաստով։ Խնդիրը ձևավորելուց հետո, ձևակերպելուց հետո արդեն հետախուզությունը պետք է մտածի, թե այդ ինֆորմացիան, երկրի ղեկավարությանը անհրաժեշտ ինֆորմացիան ինչ միջոցներով ինքը կարող է ձեռք բերել։ Այսինքն, որ մեթոդներով, հատուկ օպերացիա իրականացնելով, ռադիո, չգիտեմ, էլեկտրոնային հետախուզության միջոցով, ֆոտո, վիդեո հետախուզության միջոցով, գործակալական ցանցի միջոցով։ Երրորդ կարևոր հարցը, այսինքն եթե հաջողվում է այդ մեթոդը որոշելուց հետո հաջողվում է քեզ այդ ինֆորմացիան ձեռք բերել, երրորդ կարևորագույն քայլը նա է, որ այդ ստացված ինֆորմացիան ճիշտ մշակվի, համադրվի այլ տվյալների հետ։ Այսինքն դու ստանաս այն ինֆորմացիան, որը քեզ թույլ կտա ներկայացնել ղեկավարությանը եւ դրա հիման վրա ճիշտ որոշումներ կայացնեն։ Ինֆորմացիան ձեռք բերելուց, մշակելուց հետո կարևոր է, որ այդ ինֆորմացիան ճիշտ ժամանակին, հակիրճ ձևակերպված ու այսպես ասած բովանդակալից ներկայացվի ղեկավարությանը երկրի։ Տվյալ դեպքում վարչապետին, քանի որ վարչապետն է ուղիղ ղեկավարում, մեր արտաքին հետախուզության ղեկավարը ենթարկվում է վարչապետին։ Եվ այստեղ ամենակարևոր 5-րդ, այսպես ասած, փուլը, որ այդ ռազմետկայի հետախուզության ներկայացված տեղեկությունները ճիշտ օգտագործվեն երկրի ղեկավարի կողմից, չանտեսվեն, ժամանակին ճիշտ նպատակային օգտագործվեն։ Հիմա եթե անդրադառնանք այս նախաբանից հետո կոնկրետ ներկայացված զեկույցին, ապա կարող ենք փաստել, որ փաստաթղթից ներկայացված զեկույցից հնարավոր չի գնահատել մեր հետախուզությունը լավ է գործել, թե վատ է գործել, կամ լավ է գործելու, թե վատ է գործելու, որովհետև այդ ինֆորմացիան այս զեկույցի մեջ չկա։ Ինչի համար չկա, որովհետև այդ ինֆորմացիան փակ ինֆորմացիա է եւ այդ ինֆորմացիային տիրապետում է միայն վարչապետը։ Եթե հետախուզության տվյալների հիման վրա, ներկայացված տվյալների հիման վրա հնարավոր է լինում կանխել երկրին Հայաստանի Հանրապետության սպառնացող որևէ վտանգ, հնարավոր է լինում այդ ինֆորմացիայի, այդ եղած ինֆորմացիայի կամ հետախուզական ծառայության աշխատանքի շնորհիվ ազդել ցանկացած երկրի ղեկավարի որոշումների վրա, որ դրանք այդ որոշումները լինեն ի նպաստ Հայաստանի կամ չեզոքացնեն մեզ սպառնացող վտանգները։ Դա ուրեմն հետախուզությունը նորմալ աշխատել է, նորմալ արդյունք է տալիս։ Իսկ եթե այդ ամեն ինչը բացակայում է, նշանակում է հետախուզությունը չի կարողանում լուծել իր արժեվ դրած խնդիրները, այնպես որ այդ փաստաթղթից նման գնահատական տալ մենք չենք կարող, բայց այդ փաստաթղթում կան էական հանգամանքներ, էական փաստեր, որոնց մասին ես կուզենայի անդրադառնալ։ Առանձնահատուկ նշվում է, որ ռազմաքաղաքական ռիսկերի մեջ իրենք տեսնում են հատկապես այն, որ Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո շարունակում են ադրբեջանցիները օգտագործել արևմտյան Ադրբեջան, արևմտյան Ադրբեջանի փախստականներ, արևմտյան Ադրբեջանի ժողովուրդ, այս ձևակերպումների խոսույթը։ Իրենք այս ամեն ինչի մեջ խնդիր են տեսնում, այսինքն հասկանում են, որ կա ռիսկ, հոաննպատակ չի հայտարարվում Հայաստանը արևմտյան Ադրբեջանի տարածք։ Սա նշանակում է, որ մարդիկ նպատակային քայլեր են անում, նպատակներ ունեն, որը սպառնում է մեր անվտանգությանը, բայց դրա հետ միասին ես այստեղ պարզապես իրենք հատկապես ուշադրություն էին դարձնում խոսույթին։ Բայց լավ, ասենք պատկերացնենք Ադրբեջանը արդեն հասկանում է, որ դա լրացուցիչ լարվածություն է առաջացնում Հայաստանի բնակչության մոտ, բարձրաձայն չեն արտահայտում, բայց չէ՞ որ այդ միտքը կա։ Իրենք խնդիր չեն տեսնում արդյոք նույն այն 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու հետ կապված, որոնք պետական պլանավորմամբ Ադրբեջանի, Թուրքիայի ուղղորդմամբ պետական հովանավորությամբ վերադառնալու են Հայաստան։ Թե եթե այդ խոսույթը չի օգտագործվում, վերադարձի մեջ իրենք խնդիր չեն տեսնում։ Արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել նման թվով ադրբեջանցիների Հայաստանում, ինտեգրել Հայաստանում, ինչի է դա բերելու այսօրվա թույլ վիճակում գտնվող Հայաստանին։ Ու հարցը իրենք են ինտեգրվելու, թե մեզ Այո, ստիպելու եւ մեստեղ կարևոր նյուանս էլ կա, երբ որ վերլուծությունը կարդում ես իրենք ինչ են տալիս։ Իրենք տալիս են, որ ասում են Հայաստանում ամեն ինչ լավ է ու 26 թվին ավելի լավ է լինելու։ Տնտեսություն, այնտեղ կոմունիկացիաների բացում, դեմիլիտարիզացիա, դեմարկացիա սահմանների։ Այսինքն ավելի շատ կանխագուշակումներ։ Այո, դե կանխատեսում իրենք դեն, ասում են ամեն ինչ շատ լավ է լինելու։ Քաղաքական գծին համահունչ այսօրվա վարվող, բայց դրա հետ միասին ասում են կան երկրներ այստեղ Հայաստանում, ովքեր որ ունեն հետարքրություններ, տարածքային հետարքրություններ, այսինքն արտաքին խաղացողներ, ովքեր գիբրիդային, այսպես ասած, պատերազմի գործիքակազմով ամեն ինչ անելու են այդ խաթարելու համար, հատկապես այս 26 թվականի ընտրությունների ընթացքում։
երբ որ դու իհարկե պետության անուն չեն տալիս, բայց անաչառ դիտորդը սովորական մարդը երբ որ կարդում է, ակամայից հասկանում է, որ այդ ամբողջ սլաքները ուղղված են դեպի Ռուսաստան։ Հիշենք Կալասի հայտարարությունը։ Հասկանալ է, որ այդ հայտարարությունը կանի, բայց որ այդ նման գիծ տանում է քո երկրի հետախուզությունը, սա բավականին մտահոգիչ է։ Ինչի համար է մտահոգիչ։ Ինչու։ Որովհետև վերջի դու խոսում ես քո ռազմավարական դե յուրե քո ռազմավարական դաշնակցի մասին։ Հիմա վերջը պետք է այս մարդիկ սովորական քաղաքացիները, ես, դուք, մեր հայրենակիցները, բոլորս պետք է հասկանանք, Ռուսաստանը մեր դուք այսօրվա իշխանությունները վերջի ընդունում եք որպես ռազմավարական դաշնակից Ռուսաստանին թե ոչ։ Եթե Ռուսաստանի ռազմավարական դաշնակից ընդունում եք, բա ինչ ձևակերպում եք տալիս։ Սա սովորական փաստաթուղթ չի, սա բաց փաստաթուղթ է, որը հրապարակվում է, սա կարդում են, չէ՞, եւ Ռուսաստանում են կարդում, եւ Հայաստանում են կարդում, եւ արտասահմանի մեր գործընկերներն են կարդում։ Դե իրենք պատճառաբանում են, որ ՊԱԿ-ը գաղութային կառույց էր, որ Հայաստանին գաղութացրել են։ Դե ես չեմ լսել, ճիշտ ասած, պաշտոնական խողովակներում, պաշտոնական, այսպես ասած, պաշտոնատար անձանց կողմից նման հայտարարություններ, հատկապես հետախուզության իմաստով ես այսպիսի բան չեմ լսել, բայց ամեն դեպքում ես համակարծիք չեմ ձեր հնչեցրած մտքի հետ, իրենց մտքերի հետ, որովհետև ես չեմ համարում, որ խորհրդային միությունը եղել է գաղութացված երկիր, Հայաստանն էլ եղել է գաղութ։ Ես այդպես չեմ համարում, ես միշտ ասել եմ, ես խորհրդային միությունը համարում եմ իմ հայրենիքը, եւ չեմ էլ համարում, որ ՊԱԿ-ը գործել է ընդդեմ հայ մարդու, հայ ժողովրդի, ինչի համար չեմ համարում, որովհետև սիստեմային խնդիրներ խորհրդային միությունում եղել են, բայց այդ խնդիրները չեն ուղղվել միայն հայ ժողովրդի դեմ։ Հասկանում եք, դա եղել է ընդհանուր, այո, որդեգրված գիծ, որը ուղղված է եղել թե ռուսների դեմ, ազգությամբ ռուս մարդկանց դեմ, ցանկացած թե ղազախների դեմ, թե կիրգիզների դեմ, բոլորի դեմ։ Այսինքն դա սիստեմի խնդիրն է եղել։ Հայաստանին դեմ ուղղված ոչինչ, այսպես դուք չեք կարող ասել, որ հայերի դեմ այսպիսի բռնաճնշումներ են եղել։ Այդ կոնկրետ քանի որ իրենք մենք հայեր ենք, հայաստանցիներ ենք։ Ընդհակառակը, եթե վերցնենք խորհրդային միությունը, ինքնին իր ամբողջ այդ գոյատևման եղած ժամանակահատվածի հետ կապված կարող ենք ընդհակառակ հակառակը փաստել, որ Հայաստանը ունեցել է իր մշակույթը, Հայաստանն ունեցել է իր գիտությունը, Հայաստանը այդ ժամանակահատվածում քաղաքներ է կառուցել, Հայաստանը այդ ժամանակում բարգավաճել է։ Մնացածը ելի եմ կրկնում, այդ խնդիրները բոլորը բնորոշ են եղել ողջ խորհրդային միությանը։ Պարոն Համբարձումյան, բռնաճնշումների մասին խոսք գնաց, Հայաստանում ի վերջո կան քաղբանտարկյալներ, թե ոչ, իշխանությունն ասում է չկան, ժողովրդավարության բաստիոնում ոնց կարող ենք խոսել քաղբանտարկյալների մասին։ Գիտեք, ես դա համարում եմ քաղաքական կատեգորիա, նման գնահատական տալը, կան քաղաքական բանտարկյալներ, թե ոչ, ես ընդհանրապես ձեր ասածին այսպես կպատասխանեմ։ Նախկինում, այսինքն մինչև 2018 թվականը, եթե դե ես գիտեք որ երկար ժամանակ աշխատել եմ ԱԱԾ քննչական վարչությունում, սկսել եմ քննիչի պաշտոնից, այնտեղ քննչական վարչության պետի պաշտոնն եմ զբաղեցրել։ Եթե որևէ քրեական գործով մենք տեսնում էինք, մեր ղեկավարությունը տեսնում էր, որ գնահատում ենք, դե մենք տեսնում էինք գործը սկզբից մինչև վերջ։ Եթե մենք տեսնում էինք, որ այստեղ կա քաղաքական կամ ոչ թե կա, այլ կարան գնահատեն, որ այստեղ կա քաղաքական կոնտեքստ, ենթատեքստ, մենք շատ ուշադիր ենք լինում այդ քրեական գործերի նկատմամբ։ Ինչի համար, որովհետև շատ կարևորում ենք հասարակական կարծիքը։ Մենք հասկանում ենք, որ սա դառնալու է քննարկման տարաբնույթ, այսպես ասած, դիսկուրսի առարկա եւ մենք պետք է կարողանայինք այդ մեր որոշումների տակից դուրս գայինք, այսինքն պետք է տակը լիներ ռեալ իրավաբանություն։ Մենք խորհրդակցում ենք ոչ միայն մեր, այսպես ասած, քննչական մարմնի ղեկավարության հետ, գիտակ իրավաբանների հետ, դատախազության հետ ամենաբարձր մակարդակի դատախազության են, որ գիտեինք, որ գիտնական դատախազներ են, որ պրոֆեսիոնալներ են, ես գիտեմ, միջև չէր լինում այդ իրավական հիմքը, այդ հատկապես կալանավորման, ձերբակալման քայլերի մենք չէինք գնում։ Ես չեմ ուզում իդեալականացնել այդ ժամանակները, բայց ամեն դեպքում մեզ մտահոգում էր հասարակության կարծիքը, մեզ մտահոգում էր հասարակական կազմակերպությունների կարծիքը։ Իսկ հիմա այդ ամեն ինչը կարծես վերացել է։ Այսօր մարդուն կարող են խոսքի համար ձեր գործընկերների օրինակը բերենք Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին, որ այսօր կալանավորել են խոսքի համար, բայց ոնց կարելի է այդպես վարվել։ Լավ հասկանալի ասենք կարող են ինչ-որ, չգիտեմ, քրեական վարույթներ նախաձեռնվել, հո մենակ կալանքը չի խափանման միջոց է։ Պարոն Համբարձումյան, իսկ ինչը կարող է ստիպել ԱԱԾ-ին գրոհել մայրաթոռը կամ այսօր։ Այո։ Գրոհել։ Մայրաթոռը գրոհել։ Նախ ասեմ ձեզ, ուրեմն դա էլ արտառոց իրավիճակներից մեկն է, որ չի ուզենա երբեք դա տեսնել։ Ես մի անգամ առիթ ունեցել եմ ձեր գործընկերներից մեկի մոտ հարցազրույցի, որ միշտ ես այդպես եմ տեսել, որ հոգեվորականների նկատմամբ եղել է առանձնահատուկ հարգանք։
դա բնական է, որ այդպես է պետք է լինի։ Հիմա այդ սահմանն էլ է վերացել։ Ինչը շատ վատ է, շատ անթույլատրելի է։ Կարող են գրոհել, եթե վերցնես, այսպես չբացառենք, կարող են գրոհել, եթե այդտեղ հանցագործություն է տեղի ունենում։ Օրինակ, չգիտեմ, սպանություն է տեղի ունենում, օրինակ, չգիտեմ, կամ խուզարկություն պետք է իրականացնեն, գիտեն այդտեղ պահվող ինչ-որ զենք կա, ռազմամթեր կա, թմրամիջոցներ կան, կարող են գրոհել, քանի որ դրա համար պետք է անհետաձգելի ու անակնկալ գործողությունների անհրաժեշտություն։ Բայց գնալ այնտեղ Միքայել Սրբազանին օրինակ այնտեղից բերման ենթարկելու համար գնալ այդ մարդուն այնտեղից բերել, դա շոու է։ Դա պարզապես վախի մթնոլորտի տարածում է։ Ես ուրիշ չեմ կարող գնահատել։ Որտեղ ինչ է նշանակում գնաս այդ մարդուն այնտեղից բերես։ Դու հրավիրի չի ներկայանա բերման ենթարկի կամ երկրորդը, եթե գիտես այնտեղ է ու չի փախնելու նպատակով այնտեղ, սպասի թող այդտեղից դուրը։ Վերջ-վերջո այդ վեհարանը մեր բոլորի արժանապատվությունն է։ Այդ խայտարակությունը դիտում են ամբողջ աշխարհում։ Մենք հո բարեկամներով շրջապատված չենք։ Այդ իրենց է թվում, որ մենք բարեկամներով ենք շրջապատված։ Բայց դա չէ որ ազդում է մեր իմիջի վրա, մեր ինքնության վրա։ Ես կուզենայի, որ մեր գործընկերները այդ ամենը հաշվի առնեն։ Անդրադառնանք նախընտրական զարգացումներին 2026-ին հունիսի 7-ին համապետական խորհրդարանական ընտրություններ են լինելու եւ ակտիվ քաղաքական ներքաղաքական շարժեր են տեղի ունենում, նոր քաղաքական ուժեր են ձևավորվում։ Ինչպես է գնահատում ընդդիմադիր դաշտում ու ընդհանուր առմամբ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Տեսեք, նախ իսկապես ես շատ կարևորում եմ այս առաջիկա ընտրությունները ու ես միշտ ասել եմ փողոցով իշխանափոխության հասնելը բավականին բարդ է, որովհետև պետք է լինեն լիդերներ, ովքեր մարդկանց, եթե ուզում ես փողոցով հասնես հաջողության, ովքեր մարդկանց կտանեն բախումների, ովքեր մարդկանց կտանեն, չգիտեմ, անօրինական քայլերի, բայց մեր քաղաքական դաշտում ես չեմ տեսել այդ իրավիճակը։ Ու դա լավ է, որովհետև դա ցնցումները երբեք էլ լավ բանի չեն բերում։ 18 թվականին հիշում եք ինչպես զարգացումներ, ինչի ռադիոտոնը գրավվեց եւ այլն, փողոցները էին գրավում եւ այլն։ Իմ կարծիքով մարդկան շատ ավելի հարմար է ցանկացած մարդու, եթե իրենք դժգոհություն ունեն իշխանություններից, ոչ թե գնան հրապարակ դժգոհությունը հայտնելու, այլ գնան ընտրություններով, իրենց քվեով, իրենց ոչ ասելու գործող իշխանությունները։ Եվ դա դեմոկրատական ճանապարհ է եւ դա ռեալ մարդու անվտանգությունից ելնելով ճանապարհ է, որովհետեւ մենք իրականությունը լավ գիտենք, այն մարդը, որ գնում է հրապարակ կամ ով հրապարակային խոսքով ընդդիմանում է իշխանությանը, նա դառնում է թիրախ, եթե ոչ ինքը, ապա իր հարազատները։ Դրա համար մարդիկ խուսափում են հրապարակներ գնալուց, բայց շատ մարդիկ կարող են գնալ ընտրության եւ իրենց ձայնով դեմ արտահայտվելով իրենց այսպես ասած գնահատականը տալ գործող իշխանություններին։ Նախ ուզում եմ օգտվելով առիթից ասեմ, որ քաղաքացիները մեր իմանան, որ որևէ կերպ հատուկ ծառայությունները, պետությունը, իշխանությունները չեն կարող վերահսկել ընտրությունների ընթացքը, այսինքն երբեք նրանք չեն կարող վերահսկել քվեատուփի մոտ, թե դու իօքուտ ում քվեարկեցիր։ Դա բացառվում է, եթե նույնիսկ փորձ կարվի այսպես ներկայացնել, որ կոնտրոլը արվում, չգիտեմ, դա միֆ է, սուտ է։ Այսինքն մարդը կարող է գնալ ու հանգիստ իրեն ընտրությունը կատարել իր խղճի մտոք։ Դա առաջինը։ Երկրորդը ես շատ ուրախ եմ, որ այսօր տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտում բավականին աշխուժություն կա այն իմաստով, որ նոր մարդիկ են մտնում քաղաքական պայքարի մեջ։ Իհարկե մի փոքր նաև ես տեսնում եմ հուսահատություն, հուսալքություն, որ ոչինչ միևնույն է չի փոխվելու, միևնույն է Նիկոլ այսպես ասած ԿՊ-ն հավերժ է եւ իրենք հավերժ լինելու են իշխանության, բայց դրա հետ միասին ել եմ ասում, սա շանս է ռեալ իշխանափոխության հասնելու համար։ Ես բավականին տպավորված եմ մեր ձևով շարժման այս կոորդինատորներից կամ հիմա չգիտեմ համակարգող Նարեկ Կարապետյանի գործողություններից, որովհետև բիզնեսից միանգամից քաղաքական այս process-ների մեջ մտնելը բավականին բարդ է, չունես քաղաքական ռիսկային է նաև։ Ռիսկային է, դե հələ ռիսկը խմբային ռիսկ է այստեղ, ոչ թե անհատական, բայց ամեն դեպքում դժվար է բիզնեսի աշխարհից լինելով մտնես քաղաքականություն, սկսես քաղաքական դաշտում հարվածներ ընդունել եւ հարվածներ հասցնել։ Սա պետք է ունենաս պոտենցիալ։ Դու պետք է ունենաս այդ ձիրքը, պոտենցիալը, որ կարողանաս դիմակայել։ Իմ մոտ այդ դեբյուտը, այդ այսպես ասած առաջին քայլերը իմ կարծիքով հաջող է ստացվել։ Ին վրա թողնում է բավականին, այսպես ասած, ազնիվ մաքուր մարդու տպավորություն, դաստիարակված մարդու տպավորություն, որը ճիշտ աշխատելու դեպքում կարծում եմ, որ ժողովրդի կողմից սեր ու հարգանք կվայելի կունենա։ Այդպիսի տպավորություն ունեմ։ Ողջունելի է միասնության թևերի հետ կապված Արման Թաթոյանի եւ Դավիթ Տոնոյանի այսօրվա հայտը։ Պարզապես գիտեք, այստեղ ես շատ ուզում եմ մի կարևոր փաստի մասին խոսել։ Երբ որ քայլը անում են, պետք է ռեալ գնահատեն իրենց ուժերը։
իրենց պերսպեկտիվան, այսինքն հնարավորությունը, շանսը։ Հակառակ դեպքում, երբ որ դու քաղաքական հայտ ես ներկայացնում, քո խոսույթը ոչ մի բանով չի տարբերվում մյուսներից, դու նույն բանի մասին ես խոսում։ Դու նույն բանն ես ասում, բայց դրա հետ միասին ասում ես, չգիտես, ես առանձին եմ գնալու, դու չես հաշվի առնում, որ ռեալ սոցիոլոգիական հարցումներով դու ավելի պակաս ձայներ ես ունենալու, քան այն բաները, այն ովքեր իսկապես առաջատարներն են, ովքեր առաջատարներն են process-ի, եւ դու չես միանում կամ չես իրենց հետ միասին շարժվում այդ ճանապարհով, այդտեղ ես լուրջ ռիսկ եմ տեսնում, որ պարզապես դա կարող է արվել ձայները փոշիացնելու նպատակով։ Հասկանում եք, այս պետք է անպայման գնահատել, որ նույն փաստի առաջ չկանգնացնեն, ինչ որ եղել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Ուզում եմ նաև ինձ այսպես ասած ոգևորում է Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը, որ այսօր հայտ է ներկայացրել, որ փորձելու ինչքան որքանով հասկանում եմ, փորձելու է այսպես ասած դաշինք ձևավորել այն մարդկանց, ովքեր չեն ուզում միավորվել մյուս առաջատար ուժերի հետ, բայց նաև ռեալ ու ճիշտ ձևով դիրքավորվել են ընդդիմադիր դաշտում։ Գագիկ Ծառուկյանը ունի երկար ժամանակ քաղաքական գործունեությամբ է զբաղվել, ունի փորձ, ունի այսպես ասած անցած ճանապարհ եւ կարծում եմ իրեն էլ կհաջողվի լուրջ արդյունքներ գնահատել, բայց իմ պատկերացմամբ ինձ ավելի մոտ է երկրորդ նախագահի մոտեցումները, իր տեսլականը երկրի ապագայի հետ կապված, թե ոնց է պատկերացնում մեր երկրի ապագան, ոնց է պատկերացնում այն խնդիրների լուծումը, որ այսօր առկա են մեր հայրենիքում։ Ես դեռ քաղաքական դաշտում չեմ տեսնում այն անհատականությանը, այն անձին, ով ավելի լավ լուծումներ կամ ավելի լավ մեծ շանսեր ունի իրավիճակը շտկելու իմաստով։ Գետնի վրա իրողությունները գնահատելու, կողմնորոշվելու։ Պարոն Համբարձումյան, եւ մեր զրույցի վերջում որպես ԱԱԾ նախկին պետ, ազգային անվտանգության ծառայությունում երկար տարիներ ծառայած մարդ, պրոֆեսիոնալ, կուզենայի ձեր գնահատականները կարճնչեցնեիք, թե այսօր ինչ մարտահրավերների առաջ է Հայաստանը կանգնած, ինչ ազգային անվտանգության խնդիրներ ունենք։ Գիտեք, առաջին հերթին իմ կարծիքով տեսեք մեր մոտ ինչ վիճակա ստեղծվել, եթե ասես մի փոքր տնական ձևակերպում տանք էլի, տան անդամներից մեկը հատկապես եթե որդի զավակ ես ունենում եւ այսպես ասած շատ շուստրիություններ է անում, այսպես ասած շատ է աշխուժ, այստեղ այնտեղ գնում ես շփվում մարդկանց հետ տարբեր խնդրահարույց իրավիճակներում է հայտնվում, միշտ այսպեսի արտահայտություն են տան ծնողները անում, ասում են տղա ջան դու մեզ փորձանքի ես բերելու, մեր ընտանիքը փորձանքի ես բերելու։ Այսօր մեր երկրում ստեղծվել է նման մի իրավիճակ։ Գիտեք, այս ամենտեղ գնալը, ամենտեղ, ասենք, ամերիկացիներին Հայաստան բերելը, եվրոպացիներին Հայաստան բերելը, դրա հետ միաժամանակ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցի հետ դերը դեռ պահպանելը, սա իմ կարծիքով լավ բանի չի բերելու։ Սա ամենակարևոր վտանգավոր, այսպես ռիսկն եմ ես տեսնում այս իրավիճակում։ Ինչի համար, որովհետև վերջիվերջո մեր երկրի ղեկավարությունը պետք է կողմնորոշվի, որ ուղղությամբ ենք մենք գնում։ Որն է այն ճանապարհը, որ իրենք պատկերացնում են ու դա ռեալ է, կապահովի Հայաստանի անվտանգությունը։ Այլապես այս խառը վիճակը ստեղծելով, այս անհասկանալի իրավիճակին բերելով մենք թաթերաբեմ ենք դառնալու։ Նույնիսկ եթե դուք ընտանեկան մի հատ առիթ ունենաք կամ պատկերացրեք, դուք մտածում եք, չէ՞, մի սեղանի շուրջ ում նստացնեք։ Եթե դուք կոնֆլիկտ ունեցող մարդկանց իրար հետ նստացնեք, դա կարա բերի նրան, որ կոնֆլիկտ կառաջանա ձեր միջոցառման ժամանակ եւ ձեր միջոցառումը կհարավի կփչանա։ Հիմա մեր երկրում ես ասես բարձ ներկայացնում եմ, իմ կարծիքով այդպիսի իրավիճակ է ձևավորվել ու ստեղծվել։ Պետք է մեր քաղաքական ղեկավարությունը հստակ որոշում կայացնի, ում հետ եւ որ ճանապարհով ենք մենք գնում։ Պարոն Համբարձումյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրները ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, կհանդիպենք։